Վերջից հենց սկսեմ, որովհետև լավ կլինի այդ խորհուրդը առաջինը ձեր տված խորհուրդը դուք հետևեք եւ այս ամբիոնից ադրբեջանական թեզեր եւ ադրբեջանական մոտեցումներ առաջ չքաշեք, որի վերջին վկայությունն է նաեւ օրերս պետական բյուջեի եզրափակիչ հատվածի վերաբերյալ ձեր ելույթն է եւ որտեղ կան բազմաթիվ հակապետական եւ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ մատնանշող փաստեր, բայց ես առանձնացրել եմ երկու հատված ձեր խոսքից ուղիղ մեջբերում կատարեմ եւ խնդրեմ, որպեսզի դրա վերաբերյալ ձեր դիրքորոշումը արտահայտեք, այսպես այսինքն պետությունը ունի կոնկրետ տարածք, պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայինորեն ճանաչված կոնկրետ տարածք եւ գործում է միայն ու միայն այդ տարածքի, միայն ու միայն հասկանում եք, միայն ու միայն այդ սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան։ Արդյոք այս նախադասությունը ասելուց հետո դուք կարող եք պնդել, որ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պատմամշակութային, հայկական պատմամշակութային արժեքների պաշտպանությունը։ Երկրորդ մեջբերումը վերաբերում է հետևյալին։ Դուք նշում եք, բայց նաև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք որոշակիորեն կառավարելու համար անհրաժեշտ է, որ մենք հաղթահարենք ազգ նահատակ, ազգ բանակ բանաձևերը եւ ավելի ու ավելի ամուր կանգնենք պարզապես պետություն, ուղղակի պետություն, որի միակ խնդիրը սեփական տարածքում, սեփական քաղաքացիների անվտանգությունը եւ բարեկեցությունն ապահովելն է։ Արդյոք այս նախադասությունը ասելուց հետո դուք կարող եք պնդել, որ Հայաստանի Հանրապետության պարտավորությունն է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև Սփյուռքի, հայկական Սփյուռքի հետ պետության պարտավորությունների ապահովումը։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան, հարցի համար չեմ անդրադառնում որակումներին, որովհետև դա քաղաքական գնահատականի հարց է, դուք ունեք ձեր գնահատականը, ես ունեմ իմ գնահատականը, հարցին պատասխանեմ ըստ էության։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտականությունների մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության տարածքում պատմամշակութային բոլոր հուշարձանների պահպանումը եւ պաշտպանությունը եւ հանրահռչակումը եւ զարգացումը։ Եվ ուզում եմ ձեր եւ մեր ուշադրությունը հրավիրեմ պարտականություն բառի վրա, որովհետեւ երբ որ մենք ասում ենք պարտականությունը կատարելու համար պետք է լինի որոշակի նաեւ հնարավորություն, որոշակի հասանելիություն, որոշակի լծակ։ Եվ այս առումով ես չեմ կարող ասել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս որևէ օբյեկտի, որևէ հուշարձանի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության պարտականությունն է։ Ես կարող եմ ասել, որ հուշարձանների պահպանությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգի հարց է, որը ամենատարբեր հարթակներում, ընդ որում Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգի հարց է նաև գլոբալ մշակութային ժառանգության պահպանումը եւ պաշտպանությունը, որովհետեւ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիարժեք անդամ պետություն է եւ այս փաստի բերումով ես ուզում եմ մենք իրարից տարանջատենք պարտականությունը եւ հարց, որի հետ, որը մեզ հուզում է, որը մեզ հետաքրքրում է, որը մենք կարող ենք բարձրացնել, որոնց մենք կարող ենք զբաղվել։ Դրանք տարբեր բաներ են։ Նույնը վերաբերվում է նաև քաղաքացիներին։ Այո, Հայաստանի Հանրապետության պարտականությունն է իր քաղաքացիների իրավունքները եւ շահերը պաշտպանել, բայց նաև մենք պետք է հասկանանք, որ այդտեղ հասանելիության որոշակի խնդիրներ կան եւ երբ որ այս նախադասությունը մենք ասում ենք, այդտեղ որոշակի սիմվոլիզմ կա, որովհետեւ ասենք, չգիտեմ որտեղ ասեմ, բանի կղզիներում, ասենք
մոռացա Դոմինիկյան Հանրապետությունում լավ Հայաստանի Հանրապետության քաղաքացու որևէ իրավիճակում գտնվող քաղաքացու շահերը մենք կպակասենք որ մենք պաշտպանում բայց ինչով ես ուրիշ բանել էի ասում եք կառավարությունը ինչով է կառավարությունը այնքանով ինքը որ լծակ ունի որտեղ ինքը լծակ ունի ինքը կառավարությունն է որտեղ ինքը լծակ չունի ինքը կառավարություն չի Կառավարությունը որտեղ ինքը փող է կառավարում, ինքը կառավարություն չի, որտեղ փող չի կառավարում, ինքը կառավարություն չի։ Այն մնացածը կենաց է։ Հարգելի գործընկերներ, եւ իհարկե օրակարգի հարց։ Օրակարգի հարց, այո, բայց պարտականություն ոչ։ Ինչքան էլ մենք դե յուրե տարբեր ձևակերպումներում դա գրածել ենք։ Եթե դուք հարցը տալիս եք դե յուրե, ես այո, ասում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սահմանադրությամբ սահմանված բոլոր կանոններով, այո, դա մեր բանն է, մեր հանձնառությունն է։ Բայց եթե մենք ուզում ենք ուղղակի այսպես իրավաբանական ձևակերպումներով իրար բան անենք, գլխապտույտի մեջ գցենք, այդ ուրիշ ժանր է, բայց եթե մենք ուզում ենք ուղղակի խոսենք, դա ուրիշ ժանր է։ Ես հիմա խոսում եմ ուղիղ խոսակցության եւ երկխոսության ժանրով։ Արձագանք։ Շատ լավ, այն որ դա սահմանադրության ուղիղ պահանջ է, ամրագրված սահմանադրությամբ, դուք ի տարբերություն ոչ պաշտոնի հանգամանք ունեցող քաղաքացիների, դուք նաև պարտավոր եք օրենքով շարժվել, սահմանադրության պարտավորություններով շարժվել եւ ձեր ցանկացած հայտարարություն, որն ուղղված է հենց սահմանադրությամբ ամրագրված պարտավորությունները հերքելուն, վերացնելուն, վերափոխելուն, հենց դրանով է պայմանավորված այն ենթադրյալ հանցագործությունները, որի մասին ես նշեցի։ Եվ երբ որ մենք խոսում ենք պատմամշակութային արժեքների պաշտպանության մասին, 19-րդ հոդվածով է ամրագրված սահմանադրության պետության պարտավորության մասով։ Ինչա գրած 47-րդ հոդվածով պարտավոր է նպաստել պաշտպանությանը, պաշտպանությանը։ Դեմներ դրած է, չէ՞ կարդացեք ինչա։ Հա, այդ եմ կարդում։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական մշակութային կյանքի զարգացմանը։ Հոդված 47.8 Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս միջազգային իրավունքի հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են։ Եվ սրա ներքո է նաև որ ռազմագերիների մասով ձեր ուղիղ պարտականությունն է, երբ որ մենք խոսում ենք նաև այդ թեմայով։ Եվ վերջինը բանակի հետ կապված։ Տեսեք, դուք ձեր այդ հայտնի ելույթում ամբողջությամբ վերափոխեցիք բանակի սահմանադրական առաքելությունը։ Եվ իմ խորին համոզմամբ, որ ամենամեծ վնասը, որ այդ ելույթով դուք տվեցիք, Արցախի կորուստը հիմնավորեցիք մեր պետականության փրկության միակ ճիշտ ձեր քաղաքականության։ Եթե այդ հոդվածը, այս ամբողջ ձեր հարցազրույցը ես տպել եմ կառավարության կայքեջից, որպեսզի որևէ խեղաթյուրում չլինի։ Կարդացեք եւս մեկ անգամ ձեր ելույթը։ Արցախի կորուստը դուք համարում եք հայոց Հայաստանի Հանրապետության պետության փրկության այնպես շանսի տեսակետից միակ ճիշտ ու քաղաքականությունը։ Դա ադրբեջանական թեզ է թե ոչ։ Ես դրա համար եմ ասում հենց սկզբից, որ այդ խորհուրդը տալուց առաջ երևի թե բոլորս պետք է այդ խորհուրդներն առաջին հերթին խորհուրդ տվողը պետք է հետևի։ Պարոն Ասյան, շնորհակալ եմ։ Ես շնորհակալություն նաև, որ իմ խնդրանքը կատարեցիք եւ մեջբերեցիք սահմանադրության հոդվածը, ինչը ընդամենը ապացուցեց իմ ասածը, որ դա գրած չի, որ կառավարությունը պարտավոր է։ Ասում է նպաստում է կառավարությունը, ես էլ ասացի, որ դա իհարկե մեր պարտավորությունը չի, բայց դա մեր օրակարգի հարցն է։ Ինչ վերաբերվում է քաղաքացիներին, ասում եք միջազգային իրավունքի հիման վրա սահմանված կանոններով, այդ նշանակում է, որ այն երկրում, որ դու քո երկրում քաղաքացուն ուզում ես պաշտպանես, պետք է երկկողմ հարաբերություն ունենաս այդ երկրի հետ, ունենաս տարբեր ոլորտներում համագործակցության պլատֆորմ իրավական, իհարկե միջազգային կոնվենցիաները դրա համար շատ կարևոր հարթակ են, բայց այո, էլի եմ ասում, բայց մենք գիտենք, չէ, որ դա սահմանափակ է, դա չի պետք չի բացարձակացնել, մեր անձնագրի վրա էլ գրած է, որ
այս անձնագիր կրողը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, բայց այդ պաշտպանությունը պետքա լինի, որ այդ մարդն ներքո գտնվի։ Հիմա ասում եմ, բանում Թայիթիում այդ պաշտպանությունը ամենայն հարգանքով բոլոր երկրներին, իրանք էլ կարան իրանց խորհրդանում Հայաստանի մասին ասեն, որովհետև երկկողմ հարաբերություն ըստ էության չկա։ Ինչ վերաբերում է իմ ելույթին, ես մեծ հաճույքով կպարզաբանեի այդ հարցը, եթե ժամանակային խնդիր չլներ, բայց ու կարող եք հարց տվողներից մեկը կարող է ուղղակի հարցը զոհաբերել, ասել պարոն Մինասյանի հարցին ի պատասխան պարզաբանեք եւ ես հաճույքով կպարզաբանեմ։ Ես կարող եմ Բայց ձեր մեկնաբան, երբ որ ես պարզաբանեմ, դուք կհամոզվեք, որ ձեր մեկնաբանությունը իմ ասացի բացարձակապես իրականության հետ կապ չունի։ Պարոն վարչապետ, ես թե ձեզ, թե պարոն Մինասյանին, թե նախորդ բանախոսին հարց տվողին չեմ ընդհատել, հենց որ եթե գտնում եք ճիշտ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Սիմոնյան։ Տեսեք, ես ինչն էր իմ ասածը։ Ես նախկինում այս խորհրդարանական այս ամբիոնից խոսել եմ իրավիճակի մասին, որը պարոն Դանիելյանը օգնեց, որ ձևակերպումը գտնենք, թոքի ձևակերպումը։ Ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցը շատ արտաքին ուժեր օգտագործել են որպես Հայաստանի վզին գցած պարան։ Հետո դուք մեկնաբանել եք, որ ես ասում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի վզին գցած պարան էր։ Ես այդպեսի բան չեմ ասել։ Ես ասել եմ Ես գալիս եմ ձեր հարցին։ Հիմա ես ինչի եմ ասում։ 2000 ընդ որում հիմա առաջին անգամ չեմ ասում։ Բայց ուղղակի նաև պարոն Մանուկյանին փաստի բերումով, որ իմ նախկինում ասածները մի րոպե, նախկինում ասածները այդքան ինտենսիվությամբ չեն կրկնվում, ես ինքս եմ կրկնում։ Ես ինչ եմ ասում, ասում եմ 2019 թվականի, 18 թվականի բերումով իրավիճակում Ղարաբաղի հարցի ցանկացած բանակցային առաջընթաց կարող լինել մի ճանապարհով Հայաստանի անկախության հաշվին։ Ես այդ եմ ասում, ես ուրիշ բան չեմ ասում։ Ընդ որում ես գնահատական չեմ տալիս, էմոցիոնալ գնահատական չեմ տալիս այդ իրադրությանը։ Ես նախկինում ասել եմ, որ այդ պահի դրությամբ Ղարաբաղի հարցը լուծված էր։ Այդ պահի դրությամբ խնդիր էր դրված, այդ թվում 44 օրյա պատերազմով լուծել Հայաստանի հարցը։ Եվ ես այս ամբիոնից ասել եմ նաև 2021 թվականի իրադարձությունների մասին, մի քիչ էմոցիոնալ նաև անդրադարձել եմ նաև 21 թվականին ձեր արած հայտարարություններին, ասելով, որ եթե մենք այն ժամանակ 2021 թվականի մայիսին մենք առաջնորդվեինք այն տրամաբանությամբ, ինչ որ դուք 2021 թվականի մայիսին առաջարկում էիք Ադրբեջանի ներխուժումից հետո, դա սիրելի գործընկերներ, նշանակելու էր Հայաստանի Հանրապետության պետականության լուծարում։ Ինչու՞, որտեղ խորհրդարանը ծրված, կառավարությունը հրաժարական տված, եւ եթե մենք ձեր մտքերի ընթացքով եւ տրամաբանությամբ գնայինք, հիշում եք, որ ասում եք ինչ եք հապկին դիմում, դուք մի հատ չեք կրակում, հապկին եք դիմում։ Մենք այդ ժամանակ որ կրակեինք, այդ ժամանակ ինչ էր լինելու։ Այդ ժամանակ լինելու էր հետո ես ասում եմ պատասխանատու։ Լինելու էր հետեւյալը. ռազմական էսկալացիա մեր դաշնակիցների կողմից թիկունքում մեզ համար լարած որոգայթներով, բայց դրա քաղաքական հետևանք եկեք նայենք։ Հայաստանում ավարտեմ միտքը։ Պարոն Մինասյան, Շատ լավ։ Կներեք, ես վերարտադրում եմ նենց ոնց որ ինչ մի րոպե ավարտեմ միտքս։ Այդ ժամանակ, եթե ձեր ասած տրամաբանությամբ գնայինք, Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ տեղի չէին ունենա, Հայաստանի Հանրապետությունում օրինական իշխանության ինստիտուտներ չեր ձևավորվի եւ կարող է օրինակ այսպեսի սցենար լինել, որ օրինակ, ասենք, այդ թվում անվտանգային կազմակերպություն մտնում եւ Հայաստանում իրականացվում է անցումային կամ ժամանակավոր կառավարում։ Ես եմ համարում
Սրանից խուսափելն եմ համարում մեծ հաջողություն եւ ես սրանում համոզված եմ, որևէ մեկը հետ չի համոզի, իսկ մենք կորպուսների հրամանատարներին նկատմամբ մեր վերաբերմունքը ձևավորվում է օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարել չկատարելու մեջ։